Մեր պատմությունը սկսում է նրանից, որ բիզնեսմեն Արտուրը հետ է վերադառնում Բրազիլիայից, անհաջող գործարքից հետո, բայց նրա բախտը այստեղ էլ չի բերում։ Վատ եղանակի արդյունքում շարքից դուրս է գալիս ինքնաթիռը։ Աչքերս բացելուն պես հասկանում եմ, որ սուզում ենք դեպի ջրի հատակը, եւ սկսում եմ գոռալ օդաչուի վրա. «Տոանասուն, էսին ճարիր»։ Եվ հասկանալով, որ նա չի պատասխանում, մոտիկանում եմ նրա կաբինային եւ տեսնում եմ, որ նա այնտեղ չէ։ Հասկանում եմ, որ նա մահացել է կամ դուրս է թռել ինքնաթիռի մեջից։ Լողանում եմ դուրս եւ տեսնում եմ փոքրիկ փրկարարական նավակ։ Մտածում եմ, որ նա ինձ կփրկի եւ մոտիկանում եմ նրան եւ իմ ուշքը գնում է։ Ուշքի գալով փրկարարական նավակի մեջ հասկանում եմ, որ ես գտնվում եմ օվկիանոսի մեջ եւ հեռվում տեսնում եմ փոքրիկ կղզի եւ մոտակայքում լողում էր շնաձուկը, որը հիշեցնում է, որ սա երազ չէ, այլ իրականություն։ Նավակի թին տեսնելուց հետո վերցնում եմ եւ թիավորելով ուղղությունս պահում եմ դեպի կղզին։ Ցամաքին հասնելով ուրախությունից թռչկոտում եմ, բայց ապահովության համար նավակը բարձրացնում եմ ցամաք, այնուհետև նայում եմ, թե որտեղ եմ ես գտնվում, որոշում եմ կղզու կողքերով վազել եւ հասկանալ, թե ինչ չափ ունի նա։ Այնուհետև այս թմբից այն կողմ տեսնում եմ իմ փոքրիկ նավակը եւ հասկանում եմ, որ սա շատ փոքր կղզի է։ Այդքան վազելուց հետո ծարավել էի, մտածում եմ, թե որտեղի ջուր պետք է խմեմ, գնում եմ անտառ, միգուցե այնտեղ ինչ-որ առուն լինի, որտեղ կարող եմ ջուր խմեմ, նայում եմ 4 կողմս եւ այդպիսի բան չեմ գտնում եւ տեսնում եմ ծառի վրա, որ կա կոկոս։ Իհարկե, մագլցում եմ եւ կոկոսը վերցնելուց հետո իջնում եմ զգուշությամբ ներքև, ճանապարհին մտածելով, թե ոնց պետք է բացեմ կոկոսը, որ խմեմ։ Հասկանում եմ, որ իմ մոտ եղած իրերից ոչ մի բան չկա, մենակ ժամացույցն է ձեռքիս եւ գոյատևման համար հատուկ գիրքը։ Այնուհետև գնում եմ ափ, որպեսզի քար հավաքեմ, փետ, որպեսզի սարքեմ պրիմիտիվ դանակ, որ կոկոսը բացեմ։ Ինչը իմ մոտ ստացվում է իհարկե։ Այնուհետև կոկոսը խմում եմ, շատ ծարավ էի եւ հիշում եմ, որ կարող եմ ջարդել եւ ուտել, որտեվ իր մեջ կա շատ վիտամիններ։ Իսկ հետո հիշում եմ, որ նավակի մեջ չեմ նայել, թե ինչ կար այս գրպանում, տեսնում եմ, որ այնտեղ կոնսերվաներ կան, բինտ եւ կողմնացույց։ Կողմնացույցը վեկալելով ձեռս, փորձում եմ հասկանալ, թե որտեղ եմ եւ բան չեմ հասկանում։ Իսկ հետո սկսում եմ փնտրել տարբեր ապրանքներ, որ օվկիանոսն է բերել տարիների ընթացքում, հասկանալով, որ կարող եմ օգտագործել եւ գոյատևել նրանց օգնությամբ։ Մոտակայքում տեսնում եմ, որ ջրի մեջ կա փոքրիկ նավակ, որը շուտվանից խորտակվել է եւ փորձում եմ լողալ այնտեղ։ Չեմ շտապում, որովհետեւ դեռ վախում եի շնաձկից եւ այստեղ տեսնում եմ կոնտեյներ, որտեղ մեջը լիքը ապրանքներ կար եւ ես վեկալում եմ այդ կոնտեյները եւ տանում եմ իմ ապրանքների մոտ։ Արկղի մեջից գտնում եմ պահածո, կաշի, տեքստիլ, շինարարական մուրճ եւ շնչառական բալոն։ Այնուհետև բոլոր իմ ունեցված վեշերը սортировка եմ անում դնելով նույն արկղի մեջ։ Իսկ հետո ինձ հարկավոր էր պարան չգտնելու պատճառով որոշում եմ իմ ձեռքերով սարքել յուկայի ծառի տերևների օգնությամբ։ Իսկ հետո հզորացնում եմ պարանի օգնությամբ իմ դանակը եւ ստանում եք մեծ դանակ եւ գնում եմ իսկույն փորձարկելու կենդանիների վրա։ Այստեղ տեսնում եմ կռաբներ, միանգամից խփում եմ, վեկալում եմ եւ անցնում եմ երկրորդին։ Եվ արևի տակ շատ կանգնելուց հետո սկսում եմ վառվել, այնուհետև մտնում եմ ջուրը, որպեսզի հովանամ։ Լողանալու ժամանակ տեսնում եմ ջրի հատակին խորտակված մեծ նավ եւ անկախ ինձանից գնում եմ այդ կողմ, իսկ հետո մտնում եմ մեջը, որովհետեւ շատ հետաքրքիր էր, ինչ կարող եմ գտնել նավի մեջից։
Եվ իհարկե ժամանակ առ ժամանակ ես չէի մոռանում բարձրանալ վերև, որպեսզի շունչ քաշեի, իսկ հետո նավի հատակից գտնում եմ եւս մեկ արկղ, որի մեջ կար էլի ապրանքներ։ Բնականաբար վեկալում եմ ինձ հետ եւ ուզում եմ դուրս գալ, բայց շնաձուկը այդպես չէր մտածում, եւ ես վախից կրկին սուզվում եմ հետ, սպասելով որ նա հետ կգնա, որպեսզի դուրս գամ, բայց նա այդքան էլ չէր շտապում դա անել։ Ես վախից կրկին սուզվեցի հետ։ Քանի որ ես ժամանակ չունեի սպասելու, որովհետև արդեն խեղդվում էի, միանգամից դուրս եմ գալիս, քանի շնաձուկը չի տեսնում, եւ լողում եմ դեպի ցամաքը։ Բարեհաջող դուրս եմ գալի ջրից եւ ուղևորվում եմ դեպի իմ ապրանքների մոտ։ Արկղը գցում եմ եւ սկսում եմ դասավորել մոտից եղածը։ Տեսնում եմ, որ գտել էի տրանսպորտի ֆիլտր։ Ճիշտն ասած, չգիտեի թե ինչի համար է, բայց հետո գլխի ընկավ, որ կարող եմ օգտագործել նավակ սարքելու մեջ։ Լավ ապրանքներից գտել էի գարբուն, ֆանարիկ եւ փրկության ռակետ։ Չհարցնեք խի, ես ուղղակի տենց անվանեցի եւ միանգամից օգտագործեցի հույս ունենալով մի օգնության։ Բայց այդքան էլ լավ միտք չէ, որովհետեւ լույսով փրկության հաստատ չէին գալի, այնուհետև ես գտնում եմ իմ ապրանքների մոտ, որ այստեղ տանձ է աճում, ես դրան տանձ ասեցի, իսկ հետո հիշեցի, որ ես 2 հատ կռաբ էի որսացել, որոշեցի մաքրեմ, որ ուտեմ արդեն սովածացել էի։ Իհարկե, մինչև ուտելը պետք է կրակ վառել, որովհետև պետք է կռաբներին խորովել։ Դրա համար ես գնացի փայտ հավաքել, որպեսզի խարույկ վառել։ Թե ինչպես կվառեի ես, հիշեցի, որ փոքր ժամանակ նայել էի հայտնի Bear Grylls-ին, որը սովորեցնում էր ինչպես գոյատևել։ Վերցրի փայտը իմ ափերի մեջ եւ արագ սկսեցի շփել միմյանց հետ, այնուհետև ստացա կրակը։ Միշտ կխորովեի միսը, միամիտ ես նա համտեսեցի եւ հույս ունեմ ես չեմ թունավորվի, այնուհետև երկրորդ կտորը արդեն դրեցի կրակի վրա։ Մինչ սպասում էի կռաբը պատրաստվեր, ես վայելում էի այստեղի գեղեցիկ տեսարանները, ուղղակի հիասքանչ է։ Այնուհետև մտածում եմ անցնել խրճիթի կառուցմանը, որովհետև շատ էի ուզում քնել, ծանր օր ունենալու պատճառով ուժասպառ է եղել, բայց մեզ հարկավոր էր դեռ պալմայի մեծ տերևները եւ մի քիչ փայտ հավաքել։ Արդեն ուժասպառ էի եղել, բայց չէի դադարում փայտը կտրատել, որովհետև ուզում էի շուտ սարքել իմ խրճիթը եւ գնալ հանգստանալու։ Ափսոս, որ շուտ գլխի չէի ընկել, որ կարող եմ փոքր ճյուղերը ջարդել արագ փայտ ստանալու համար։ Իսկ հետո անցնում եմ պալմայի մեծ տերևները կտրելու, որով մենք պետք է ապահովեինք եւ գրիշը կառուցեինք մեր փոքր խրճիթի եւ հասկանում եմ, որ process-ի ժամանակ ինձ հարկավոր է թել եւ գնում եմ յուկայի ծառի տերևները ողել եւ սարքում եմ բարեհաջող իմ թելը, այնուհետեւ կառուցում եմ իմ փոքրիկ խրճիթը։ Հատուկ ժամացույցի օգնությամբ տեսնում եմ, որ ծառավեմ, ուզում եմ ինչ-որ ջուր հավաքելու միջոց պատրաստել, բայց տեսնում եմ, որ դրա համար շատ ռեսուրսներ են պետք, գնում եմ հավաքելու այդ ռեսուրսները, դեմից վեկալում եմ կոկոսը պարանի հետ եւ ես ստանում եմ ինչ-որ մի հատ մեծ տարա, որտեղ կարող ենք ինչ-որ մի բան լցնել, այստեղ տեսնում եմ, որ ալոե է աճում, որոշում եմ սրա մոտ հետո գամ եւ տեսնում եմ այստեղ, որ փոքր թփերից կարող ենք մենք կրկին պատրաստել յուկայի լիստերի օգնությամբ պարան, ինչը ես բարեհաջող անում եմ, բերում եմ, այստեղ դնում եմ իմ վեշերի մոտ եւ հետո դասավորում եմ իմ ապրանքները, հանկարծակի լսում եմ հեռվում չխչիկների ձայնը, որը հիշեցնում է ինձ, որ ես մենակ չեմ այստեղ։ Եվ ես գնում եմ կրկին փորձելու իմ բախտը, կրակելով փրկության ռակետը։ Հասկանում եմ, որ բացի ինձանից եւ չխչիկներից մոտակայքում բան չկա։ Ապահովության համար գնում եմ քար հավաքելու ծովափից, որպիսի դնել խարույկի կողքը։ Այնուհետև հասկանում եմ, որ ծառավել եմ։ Ջարդում եմ մոտիկ ընկած կոկոսը եւ խմում եմ կոկոսի հյութը։ Ծառավս հագեցնելուց հետո գնում եմ քնելու, այնքան էի հոգնել, որ միանգամից անջատվում եմ եւ երազից տեսնում եմ նրան, ով տանը սպասում է ինձ, չիմանալով թե ուր եմ ես, արդյոք ողջ եմ, թե մեռած։ 5 ժամ քնելուց հետո արթնանում եմ եւ աչքերիս առաջ տեսնում եմ Լուսինը, որը այդ ժամին շատ գեղեցիկ էր։ Եվ այդպես էլ ավարտվում է իմ առաջին օրը այս կղզու վրա։ Եթե ձեզ դուր եկավ այս վիդեոն, խնդրած կլինեմ լայք դնեք եւ բաժանորդագրվեք, որպեսզի շարունակությունը շուտ դուրս գա։